Պասուս տոլմայի միջուկը պետք է լինի հյութեղ, որևէ դեպքում չպետք է լինի չոր, այս կողմից եւ այս կողմից եւ ծալում։ Ջերմ ողջույն արգելե դվորդներ, այսօր պասուս տոլմա ենք պատրաստելու, արագ անցնենք գործի։ Այսպիսով այս անչափ համեղ հայկական ազգային ուտեստի համար մեզ անհրաժեշտ է լինելու թթու դրած կաղամբ տերևները, տեսեք արդեն լավ լվացել եմ, կտրատել եմ, բաժանել եմ կտորների, այսպիսի մեկը մեծ, մեկը փոքր, ընթացքում կխոսենք։ Մեզ անհրաժեշտ է լինելու եփված ոլորս ցանկության, ոսպ եփված բոլոր բաղադրիչները եփված են մոտ 90%-ով, ոչ ամբողջությամբ, սիսեռ է անհրաժեշտ լինելու, բլղուր իհարկե միջին խոշորության լվացել եմ, թողել եմ ջրի մեջ, տաք ջրի մեջ, մոտարապես ջուրը քաշել է իր մեջ եւ ունի այսպիսի տեսք։ Սոխ է անհրաժեշտ լինելու 4-5 գլուխ, շատ է անհրաժեշտ այս ուտեստի համար, հիանալի պապրիկա, այսինքն կարմիր աղացած քաղցր պղպեղ, աղ իհարկե, չորացված ռեհան, ծիտրոն, տոմատի մածուկ եւ խառը կանաչի, ինձ մոտ տվյալ դեպքում թարմ համեմը եւ սամիթն են։ Առաջնահերթ կտրատում ենք սոխը, հիմա կցուցադրեմ ինչպես բաժանում ենք երկու մասի, նորից երկու մասի եւ կիսալուսնաձև բարակ կտորների։ Այժմ թավայի մեջ, ինչպես նշեցի, լցնում ենք շատ լիքը քանակությամբ բուսայուղ, քանի որ բուսայուղը եւ սոխը կարևոր դեր են խաղում այս ուտեստի մեջ փափկության, հյութեղության տեսակետից։ Ավելացնելու ենք սոխը հիմա եւ թեթև փափկեցնելու։ Մեզ անհրաժեշտ է, որ սոխը փափկի։ Գրեթե պատրաստ է սոխը, հասել է մեզ համար անհրաժեշտ վիճակի, եւս կարծում եմ 2-3 րոպե եւ կավելացնենք արդեն ռեհանը ու ծիտրոնը, ինչպես նաեւ 1 ճաշի գթալ տոմատի մածուկ։ Ավելացնում ենք նույնիսկ 1 դեսերտի գթալ այսպես։ Կավելացնենք, մնացածը բացելու ենք ջրով եւ կասեմ թե ինչ կանենք հետագայում։ Խառնում ենք եւ այսպես Եվս կարծում եմ 2 րոպե, 3 րոպե առավելագույնս կանջատենք եւ կանցնենք առաջ։ Վերջ անջատում ենք եւ մոտենում սեղանին։ Այժմ որևէ հարմար մեծ ափսեի մեջ կամ թասի մեջ ավելացնում ենք բոլոր բաղադրիչները։ Խոսքը նպարեղենի մասին է, սկսում ենք ոլորից, ոսպը կավելացնենք, լոբին, բլղուրը, սիսեռը, կավելացնենք այս զանգվածը, որը հենց նոր պատրաստեցինք ձեզ հետ միասին, կավելացնենք մանր կտրատված կանաչին, ընտիր կարմիր քաղցր պղպեղը, կարող եք նաև սևը ավելացնել, ես դրա կարիքը չունեմ, եւ նախնական 1 ճաշի գթալ այսպես աղ, եթե լինի անհրաժեշտություն կավելացնենք ընթացքում էլի։ Այս ամենը շատ զգուշորեն եւ շատ լավ այժմ խառնում ենք այսպես։ Ըստ էության սա ծառայելու է մեզ որպես պասուս տոլմայի միջուկ։ Լավ պետք է հիմա խառնենք, ստուգենք աղի քանակությունը եւ հետո նոր անցնենք առաջ։ Տեսնում եք թե որքան հյութեղ է ստացվում, արդեն երևում է անզեն աչքով նույնիսկ։ Սա բուսայուղի, սոխի հետևանքն է։ Պասուս տոլմայի միջուկը պետք է լինի հյութեղ, որևէ դեպքում չպետք է լինի չոր։ Դե ինչ, հասել ենք արդեն պասուս տոլման փաթաթելուն եւ հիմա կաթսայի հատակին շարելու ենք պետք չեկող պատռված փոքր այսպիսի տերևները թթու դրած կաղամբի, այսպես բոլոր կողմերից, որպեսզի ներքևի հատվածից չվնասվի, չկպնի հանկարծ չայրվի կաղամբը, դա այդքան էլ ցանկալի չէ։ Դնում ենք մի կողմի վրա եւ արագ ցուցադրեմ ինչպես ենք փաթաթելու, եթե մեծ է իհարկե տերևը,
Կարող ենք բաժանել նույնիսկ երկու մասի, այս մեկը ես այսպես կթողնեմ, այս հաստ կոթը հեռացնում ենք զգուշորեն, այսպես, այն ավելորդ է և անիմաստ։ Հիմա կդնենք ափսեի վրա, տերևը, կլցնենք 2-3 նույնիսկ նայած տերևի մեծության ճաշի գթալ միջուկից, այսպես, փակում ենք կողքերից, այս կողմից և այս կողմից և ծալում, շատ ձիգ չէ, բայց շատ թեթևել չէ, այսպես, գեղեցիկ, ծալում ենք և ստանում ենք առաջին պասուց տոլման, դնում ենք թասի մեջ, շուկայից գնելիս, ես անպայման յուրաքանչյուր տերևը լվանում եմ հոսող ջրի տակ, մի անհանգստացեք, դա ընդամենը վրայի աղիությունը հեռացնելու և մաքրելու համար է, բուն աղիությունը չի հեռանում, չի վերանում դրանով, անհոգ եղեք, այսպես, լցնում ենք միջուկից և նորից կատարում նույն գործողությունը, մի կողմից, հետո մյուս, հետո վերևից և ծալելով գնում ենք դեպի ներքև, այսպես։ Դե ինչ, պասուց տոլման փաթաթված է, մենք հիմա, ինչպես նշեցի սկզբում, տոմատի մածուկը ամբողջությամբ չենք լցնում սոխի մեջ, մնացած տոմատի մածուկի վրա ես ջուր եմ ավելացրել, այսպես հիմա կխառնենք, մինչ այդ այստեղ կավելացնենք մի փոքր էլ աղ, ինչու, որովհետև միջուկը ինձ մոտ այդքան էլ աղի չէ, դրա համար մի փոքր այստեղ էլ աղ կավելացնեմ, կխառնեմ և կավելացնեմ արդեն տոլմայի վրա, որպեսզի եփվելուց նույնպես աղի քանակությունը կարգավորվի այս գործոնի հիման վրա, ավելացնում ենք և ավելացնում ենք հիմա այստեղ այնքան ջուր, որ ծածկված լինի գրեթե ամբողջությամբ տոլման, տեսնենք, մի փոքր էլ բավական է։ Հիմա մի մեծ ափսե կդնենք վրայից, կդնենք եփվելու միջին կրակի ներքո 40-50 րոպե, կհանդիպենք արդեն պատրաստ լինելուն պես։ Սակայն մինչ այդ չենք մոռանում նաև մեկ ոչ կարևոր, բայց ցանկալի գործոնի մասին։ Այն տերևները, որոնք մնացել են մեզ մոտ, մենք դնում ենք այսպես վրայից, որպեսզի չթափենք, այսպես գեղեցիկ վրայից կարող ենք շարել։ Դե ինչ այսօրվա համար էլ այսքանը, մինչ նոր հանդիպում, շատ շուտով կհանդիպենք առայժմ։